Ողջույն հարազատներ ջան, այս տեսանյութը ես ուզում ուղղեմ բոլորին մարդկանց, ովքեր որ դեռ չեն կողմնորոշել, թե ում են ուզում ընտրել։ Տարակուսում են Նիկոլ, թե մյուսները, թե այս մեկին, թե այն մեկին եւ դժբախտաբար մեր մոտ ընդդիմությունը խլեց։ Այս կոչված ընդդիմությունը խլեց ընդդիմությունը 7 տարիների մեջ եւ հիմա ժողովուրդը ընկել է նորից տարակուսանքի մեջ։ Այս մեկին, թե այն մեկին։ Արեք, ես մի փոքր ինֆորմացիայով կփորձեմ կիսվեմ ձեզ հետ, իսկ դուք որոշեք ում եք որոշում ընտրելու։ Այս ամբողջ քաոսը մեր մոտ սկսվեց 2020-ի պատերազմից, երբ որ մենք տանուլ տվեցինք ու ժողովուրդը սկսեց նեգատիվ ապրումներով ապրել, որովհետև կորցրեց իր 30 տարիների հպարտությունը, 30 տարիների տառապանքը, զոհերը, այդ ամեն ինչը կարծես ոչինչ դարձավ։ Ու մարդիկ սկսեցին նեգատիվով լցվել կառավարության, ընդդիմության միմյանց հանդեպ նաև։ Բայց մի մարդ կա այս ամբողջ պատմության մեջ, որ դարձավ թիրախ, դա Նիկոլ Փաշինյանն է։ Բոլորը սկսեցին նրան համարել դավաճան, հողատու, կապիտուլանտ, եւ բոլորը նրանք, ովքեր 99%-ով էին մեղավոր մեր պարտության մեջ, նույնիսկ նրանք սկսեցին մեղադրել Փաշինյան Նիկոլին։ Բայց Նիկոլ Փաշինյան կերպարը միակ մարդն էր, որ բոլորիս նեգատիվը վերցրեց իր վրա, բոլորիս։ Սկսեցինք նրան մեղադրել, ամենավերջի ձևով հայհոյել, ամենավերջի ձևով վիրավորել։ Նրա ընտանիքը դարձավ այն անձը, որ դրվեց հայ ժողովրդի դատապարտության զոհասեղանին եւ բոլորը դատապարտեցին։ Նրա կինը դարձավ համաշխարհային պոռնիկ։ Էլ ինչ ասես չհորինեցին նրա կնոջ վրա։ Նրա երեխեքի վրայով ինչ հայհոյանքներ, նույնիսկ նրա այդ մանկահասակ 3 տարեկան երեխային, որ հիմա արդեն մեծացել է բնականաբար, ինչեր ասես չհայհոյվեցին նրա երեխաների հասցեին, բայց որևէ մեկի հանդեպ նեգատիվ չշնչեց այդ մարդը։ Խոնար տարավ այդ վիրավորանքները։ Բոլորս ինչ ասես ասեցինք, լուր տարավ, լուր։ Ամենազազրելի, ամենաանհանդուրժող, ամենաանհասկանալի վիրավորանքները նա տարավ։ Եվ տարավ նույնիսկ այն մասայից, ովքեր որ սարքել էին այս կինոն, ովքեր որ դրել էին այս կինոյի ծրագիրը, կինո կոչված ես, ամեն ինչի հեղինակը նրանք էին։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Սարգսյան։ Եթե որևէ մեկը մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը այնքան կար, որ Արցախ հանձներ, ուրեմն նրանք ընդունում են, որ Վլադիմիր Պուտինը փալաս է, որովհետև պարզվում է, որ Փաշինյանը Արցախը Պուտինի քթի տակից է տվել Ադրբեջանին։ Նույնիսկ ասեմ, եթե նույնիսկ Նիկոլը տար, Ալիևը չէր կարող առանց Պուտինի գլխի վրից թռնելով Ղարաբաղը վերցնել։ Լեռնային Ղարաբաղի ամբողջ ճակատագիրը եւ իր ամբողջությամբ այդ այսպես կոչված արկղի բանալին եւ ինքը ամբողջությամբ գտնվում էր Կրեմլում։ Նրա ճակատագիրը որոշվել է Կրեմլում։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը իր տեղով մեկ բոմբ լիներ, անհնար էր Արցախի ճակատագիրը ինքը որոշեր։ Առավել եւս, երբ որ դու կարդում ես նոյեմբերի 9-ի պայմանագիրը, իմ մոտ հարց առաջանում, լավ, եթե Նիկոլն է տվել Ղարաբաղը, Պուտինը խիա խառնվում իրար, թող ասեր ոնց գցել ես կրակը ազգի, տենց է դուրս արի, իմ այդ գործ չունես։ Ինչի է ինքը խառնվում ամեն անգամ որոշում երբ կասեցնի ես կռիվը, երբ չկասեցնի ես կռիվը, եւ վերջում կասեցնում այն ժամանակ, երբ որ ինքն է ուզում, այն պայմաններով, երբ որ ինքն է ուզում։ Ոչ մեկ այդ հարցը չի տալիս, եւ վերջում էլ երբ որ կարդում ես նոյեմբերի 9 պայմանագիրը, առաջի 8 կետերը նրա մասին են, թե Ռուսաստանը ինչ պիտի անի եւ ինչա պարտավոր անելու Լեռնային Ղարաբաղում եւ հայ ժողովրդի հանդեպ, որից ոչ մի բան չարեց։ Ինչա Նիկոլը զանգել էր Պուտինին, ասում էր հանկարծ անես գլուխդ կջարդեմ, եթե դա տենց է, ուրեմն այս կինոյի մեջի ամենակրոտոյ տղեն Նիկոլն է։ Ու եթե դա այդպես էր, որևէ մեկը չէր կարող նրան ոչ մի բան ասել, որովհետև նա կլներ ամբիցիոզ, շատ կստապարանոց մի մարդ։ Բայց բոլորս ինչ կարողացանք ասեցինք եւ նա հլու տարավ այս ամեն ինչը, հլու հնազանդ։ Ու գիտեք, ի տարբերություն մյուսներին նա ինչպես ժողովրդին վաստակեց սիրո ու ուշադրության ձևով։ Եթե
Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժիկ Սարգսյանը ժողովրդին կարողացել են տիրանալ զենքի, մահակների եւ դիկտատորայի շնորհիվ, ապա Նիկոլ Փաշինյանը ժողովրդին տիրացավ այս շնորհիվ, սրանով։ Նա մենակ սա ցույց տվեց, ծաղրեցին, ծիծաղեցին, ձեռք առան, վիրավորեցին, քննադատեցին, նա մենակ սենց էր անում։ Եվ սա դարձավ իր հաղթանակը։ Ոչ միայն իր հաղթանակը, աշխարհի լիդերները սկսեցին սովորել։ Դուք հիմա տնեք աշխարհում քանի լիդեր, այս նշանն է ցույց տալի իր ժողովրդին, որտեղ հասկացա, որ սա մեծ զենք է, մեծ զենք, որը ցույց էր տալիս Փաշինյանը։ Այնպես որ ուղղակի մտածեք, ովքեր են եղել ձեր բարեկամները եւ ովքեր են եղել ձեր թշնամիները։ Եվ մի բան էլ, այսօր բոլորը մեղադրում են, ասում են, քո պատճառով հիմա Լարսը փակվում է։ Ոչ մեկ չի ասում, մի րոպե, բա ինչի եք Հայաստանը տարել այն ճանապարհով, որ Հայաստանի միակ կենսական ուղին, ճանապարհը ու ճակատագիրը ու նրա միակ կյանքի իմաստը լինի Լարսը, Լարս։ Մի պուճուր պատոհան է, ընդամենը մի հատ ֆուռա կարում մեջով անցնի գնակա։ Մենք աշխարհ ենք մտնում մի ֆուռի ճանապարհի միջոցով, հասկանում եք, Լարս կոչվածը ինչա։ Մեծ մոլորակի միակ ելքը մեր մի փոքր պատոհանն է։ Ոչ մեկ չի ասում, արա այ Ռոբերտ, այ Լևոն, այ Սերժ, այս ինչ մեր գլխին բերեցի կարա դուք։ Այս սուր տարակ մեզ, որ երբ որ Պուտինի կապրիզը կայնում է ու ինքը գրգռվում է, նույնիսկ կարա ելակ ծախող սովորական գյուղացուն այնպես տիպի, որ իր ուժը նույնիսկ ելակ ծախող գյուղացու վրա էլ է պատում, որովհետև Լարսը երբ ուզում փակում է, երբ ուզում բացում է, եւ դա մեր կյանքի ճանապարհն է միակ։ Ու ոչ մեկ չի ասում, էլի, այս խի սենց մեր բերեցիք, բայց բոլորը մեղադրում են, սա քո պատճառով էր, որ մենք այսպես վիճակի մեջ հայտնվեցինք։ Մի պահ մտածեք, մենք շարժվում ենք առաջ եւ ունենք հնարավորություն։ Երկու հնարավորություն է մեր ձեռքը 2026-ին։ Մնալ Լարսի հույսի վրա, իսկ Լարսը մենակ հիմա չի փակվել։ 2013-ին էլ փակվեց, 2014-ին էլ փակվեց, 15-ին էլ փակվեց։ Երբ որ Հայաստանը մի փոքր ուզում էր կապրիզանել, Լարսը փակվում էր միանգամից։ Երբ որ Հայաստանը ասում էր գազը խիեք թանկացնում, մի թանկացրեք, Լարսը փակվում էր միանգամից։ Ամեն անգամ, երբ որ հիշեք, գազը թանկացնելուց առաջ Լարսը փակվել։ Ադրբեջանի զենք էին տալի, ասում ենք խիեք ծախում, Լարս էր փակվում։ Երբ որ մենք ասում ենք մի քիչ Եվրոպայի հետ ուզում ենք մի հատ գնանք, մի հատ միջոցառում անենք, Լարս էր փակվում։ ՆԱՏՕ-ից մի հատ մարդ է գալիս, մենք հյուրասրենք, հյուրընկալենք, Լարս էր փակվում։ Ամեն ստից բանի համար Լարս էր փակվում։ Իսկ այդ ԵԱՏՄ կոչված այդ սուտ կեղծիքը մենակ մեզ տալիս է մի հատ Լարսի ճանապարհ։ Մի հատ Լարսի ճանապարհ։ Մտածեք, մենք մնանք այդ Լարսի հույսին, թե շարժվենք առաջ։ Սա ամենակարևորն է։ Ու վերջին մի բան էլ, որը շատ կարևոր է, որ քո ընտրությունը դու որոշում կայացնես։ 300,000 ադրբեջանցիներ։ Դիցուկ ընդունենք 300,000 ադրբեջանցիներ։ 300,000 չէ, 300 ընդամենը ադրբեջանցիներ են որոշում կան։ Որևէ մեկը չի ասում, լավ իշխանությունները լմիկում, ժողովուրդը պատրաստ է ընդունելու այդ 300,000 կամ 300 կամ ինչ որ մի որոշ, հələ ես այդ ճչանթիվը չեմ ասում, ադրբեջանցիների։ Այն նախկիններից որևէ մեկը չի խոսում, գիտեք, ժողովրդի կարծիքի մասին։ Անընդհատ բրդում են 300,000 ադրբեջանցի գալիս է, 300,000 ադրբեջանցի, իմիջիալոց պարզումը 21-ին էլ է այդ ծրագիրն եղել։ Ոչ մեկ նրանցից ժողովրդի կարծիքի վրա հենված չի։ Նա չի ասում, ժողովուրդ կհամաձայնվեք, թե չէ։ Իսկ ժողովուրդը թույլ կտա 300,000 ադրբեջանցի, չէ, գոնե 300 ադրբեջանցի մտնի Հայաստան։ Never։ Բայց մի կարևոր մի բան կա, որ մենք չենք նկատում։ Միակ պատճառը, որ ժողովուրդը ստիպված կլինի համակերպվելու այդ իրավիճակին, դա երբ որ ժողովրդի վրա, սեփական ժողովրդի վրա զենք բարձրացնեն
ու ճնշեն զենքով, ուժով ճնշեն այդ բողոքը։ Հարց ժողովրդիս, մանավանդ այն մասային, ով դեռ որոշված չի։ Որ իշխանությունն էր զենք եւ ուժ կիրառում սեփական ժողովրդի վրա եւ որ իշխանությունն է, որին անվանեցին դավաճան, հողատու, կապիտուլանտ, սրիկա, անառակ եւ հայհոյեցին նրա ամբողջ ընտանիքին ու նրա ամբողջ եղած չեղածով ինչ ուզես ասացին, որևէ մեկի քթից արյուն չեկավ։ Այսքանը մտածեք ինքներդ եւ որոշեք, ովքեր են ընդունակ 300,000 ադրբեջանցի բերելու, ովքեր են պատրաստ քեզ Լարսի վրա հիմնված ճակատագիր խոստանալու եւ ասելու քեզ էսա հասնում Հայաստան քո ելակը կգնա այն ժամանակ երբ որ կուզենք, չի գնա երբ որ կուզենք որ չգնա եւ ով էր որ պատրաստ է Հայաստանը դեպի միջազգային հանրություն բարձրացնելու։ Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին։